Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր դեկտեմբերի 17-ն է, օրը չորեքշաբթի եւ տարվա վերջին աշխատանքային շաբաթն ու օրերը գերարագ ընթացք ունեն, շուտով կմեկնարկի նաեւ դպրոցական զմռային արձակուրդները։ Հաշված օրեր են մնացել ու մենք էլ արդեն պատկերացնում ենք, թե ինչ անհամբերությամբ են սպասում աշակերտներն ու ծնողները։ Դպրոցական արձակուրդներին, այո, տեսա, ես ուրախացա, բայց հետո հիշեցի, որ ես այլևս դպրոցական չեմ, բայց որքան էինք մենք ուրախանում, երբ սկսվում էր դպրոցական զմռային արձակուրդները։ Ճիշտ է, մենք էլ դեռ չունենք դպրոցական երեխաներ, բայց դա չի նշանակում, որ չգիտենք, թե ինչ ասել է սպասված արձակուրդ ունենալը։ Այո, այնպես որ սիրելի աշակերտներ, ընդամենը 2 օր եւ դուք կվայելեք ձեր վաստակած հանգիստը, ծնողներ ձեզ համբերություն։ Իսկ մենք պատմենք այն մասին, թե որտեղ կարող եք վայելել ձեր ուրախ առիթներն ու հիշարժան երեկոները եւ հրաշալի երեկոները անցկացնելու համար այլևս պետք չէ մտածել ամեն օր շոու ծրագրեր, կենթանի երկու պարկ, բարձր տրամադրություն եւ համեղ խոհանոց։ Այս ամենը մեկ վայրում Park Bridge-ում։ Park Bridge-ը ձեր կորպորատիվ եւ տոնական երեկոները կդարձնի իսկապես անմոռանալի։ Նվիրեք ձեր թիմին կամ հյուրերին մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր պահ վերածվում է տոնի։ Տարվա լավագույն առաջարկը հատուկ ձեզ համար Park Bridge-ից։ Ծրագրեք ձեր երեկոն զանգահարելով 094 38 0606 հեռախոսահամարով։ Իսկ հիմա մի նորությամբ կկիսվենք ձեզ հետ, վստահ ենք, որ Մենք նույն բանի մասին ենք ասում։ Վստահ եմ, որ այո։ Այո, դե ասա, լավ, վստահ եմ։ Վստահ ենք, որ նույնիսկ տասնամյակներ անց էլ 1990-ական թվականների նկարահանված տանը մենակ ամանորյա նույն բանն ենք ասում։ Այո, նույն բանն ենք ասում։ Ամենահրաշալի մթնոլորտ ստեղծող ֆիլմը չենք դադարի դիտել նույն ոգևորությամբ ու էմոցիաներով եւ ահա ֆիլմի հայտնի տունը պատրաստվում է խոշոր վերանորոգման, որը կվերադարձնի այն իր էկրանային տեսքին նախնական։ Այո, տունը որոշակի փոփոխություններ է կրել։ Ֆինանսավորում է տան ներկայիս սեփականատերը, վերանորոգումը ֆինանսավորում է նա, որի անունը իհարկե չի հրապարակվում։ Նա գույքը գնել է այս տարվա հունվարին 5.5 միլիոն դոլարով եւ Չիկագոյի բարձրակարգ, ուրեմն արվարձան Վենետիկայում գտնվող տունը մնում է կինոյի պատմության ամենահայտնի տներից մեկը եւ առաջիկա վերանորոգման շնորհիվ տունը կրկին կլցվի Սուրբ Ծննդյան ոգով եւ ֆիլմի երկրպագուները կկարողանան վայելել դրա կախարդական հմայքը եւ ամբողջ էներգիաները։ Ես հիշում եմ այդ ֆրազան ֆիլմից Քևին։ Հիշում ես։ Այո, իհարկե հիշում եմ, ու ես էլ շատ կուզեի, բայց այսօր շատ կարևոր օր կա այո, շատ կարևոր օր կա, սիրելի հեռուստադիտողներ, այսօր Armenia TV-ի հրաշալի օպերատոր Հովանես Դելիկյանի ծննդյան տարեդարձն է, մենք շնորհավորում ենք։ Այս տարի Փարիզում է, մենք նրան մի փոքրիկ նախանձում ենք, բայց իհարկե միևնույն ժամանակ շնորհավորում ենք Հովանեսին, մաղթում նորանոր հաջողություններ, թող աչքդ միշտ սուր լինի եւ իհարկե քո կադրերը միշտ գնահատանքի արժանանան հանդիսատեսի եւ իհարկե քեզ շրջապատող պրոֆեսիոնալ ընկերների կողմից։ Եվ առողջ ու ստեղծագործիչ շատ անպակաս լինես, որովհետեւ մենք քեզ շատ սիրում ենք ու մաղթում ենք հրաշալի մի քանի հանգստյան օրեր։ Քեզպես քաղցր գործընկերներ մենք շատ կուզեինք ունենալ, բայց այս պահին առաջարկում ենք ներկայացնել մեր եւս մեկ քաղցր գործընկերոջ մասին, ով ապահովում է մեր սեղանների շոկոլադային պատկերը։ Խոսքը Ժակո հրաշագեղենի գործարանի մասին է, որը ներկայացնում է քաղցրավենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխված կաբլիթներից մինչեւ հատընտի շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարաթունք, թարմ բաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Այո, ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ շոկոլադապատ Coco Jumbo-ն, իրական էներգիայի աղբյուր Drive Vkusan, գետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ իհարկե բոլորի սիրելի քվեստը՝ նուգա կարամել եւ շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը։ Այո, ինչպես խոր ենք դարձել Լիլիթ։ Ես կողմ եմ, որ երբեմն մենք այսպես խորային ելևէջներով կարդանք մեր գովազդները։ Եվ ինչպես միշտ այսօր էլ ունենալու ենք շատ հետաքրքիր զրույցներ։ Նախ մեր հյուրերի հետ կզրուցենք
Primavera մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացրած նոր երաժշտական ուսումնամեթոդական ձեռնարկի հայերեն թարգմանության մասին, որը անվճար կտրամադրվի Հայաստանի միջնակարգ եւ բարձրակարգ երաժշտական ուսումնական հաստատություններին։ Այնուհետև կպատմենք Հրազդանի դրամատիկական թատրոն մշակութային կենտրոնի ամանորյա արկածներ նոր մանկական երաժշտական ներկայացման մասին։ Նաև մեր հյուրերի հետ կզրուցենք Արցախի հերոս ոսկե արծիվ շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա ստեղծված նոր հրաշքի նախօրեին Սառցե շոուի մասին, որի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 20-ին եւ 21-ին եւ Լիլիթ կարծում եմ որ ընթացքում այո մեր մշակութային էջերը կթերթեն Սաթին կողջունենք աստղագուշակ կլսենք եւ իհարկե ինչ հասցնենք այդ էլ կանենք ի վերջո այս եթերի ընթացքում որովհետեւ այո երբեմն լինում է որ մենք չենք հասցնում ձեզ ներկայացնենք օրինակ ընթերցանություն, որը շատ կարևոր է, բայց ամեն դեպքում փորձենք, այսօր մենք փորձելու ենք, բայց առաջարկում մինչև Սաթին ողջունել, մինչև տեղափոխվելը խոհանոց։ Ներկայացնենք մեր գործընկերոջը, ով ապահովում է նաև համեղ սնունդ շատերիս համար, ու մսամթերքի շուկայում համարվում է բացարձակ առաջատար։ Խոսքը Աթենք ընկերության մասին է, ով 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների կամ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախասիրություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ եւ դասական տարբերակներ։ Յուրաքանչյուր նագետ Լիլիթ փափուկ է եւ նուրբ իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով, դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում էլ ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, պահն է եկել, պահն է հասունացել, որպեսզի մենք մեր խոսքը տրամադրենք մեր ընկեր Սաթենիկին։ Այսօր ես գաղտնիքներ չեմ կարող բացել, որովհետեւ չեմ նայել սեղանին։ Գաղտնիքները կբացի Այսօր մենք տանը մենակ չենք, այսօր նաև մեզ հետ է Սաթը, ընդհանրապես միշտ Սաթը մեզ հետ է։ Սաթ, բարի լույս, ինչպեսին է տրամադրությունը։ Բարի լույս, Ավետ, Լիլիթ, իրականում Սաթը միշտ տանն է, Սաթը միշտ խոհանոցում է, գոգնոցը հագին, ձեռնոցը հագին, պատրաստում է համեղ կերակուրներ, երբեք քաղցած չի թողնում եւ հիմնականում առաջարկում եմ այնպիսի բաղադրատոմսեր, որ կարող է հագեցնել ձեր օրը սիրով, ժպիտով եւ իհարկե բալանսավորված լինի։ Առողջ սնունդ եմ առաջարկում, այո, այսօր էլ առողջ սնունդ է, որովհետեւ գլխավոր բաղադրիչը դա ավոկադոն է, որը անհրաժեշտ է ցանկացած մարդու, սկսած երեխաներից մինչև հատկապես կանանց։ Այնպիսի ճարպեր է պարունակում իր մեջ, որը անհրաժեշտ է մեզ բոլորիս եւ ունի խոլեստերին, այ խոլեստերինն է, որը շատ արագ հանում է վատ խոլեստերինը, այսինքն անհրաժեշտ է կնոջը հատկապես գոնե օրական 1 ավոկադո ուտել։ Ինչ եմ անելու, սիրելի հեռուստադիտողներ, ինչ եմ արել, եւ խոսում եմ եւ ձեռնոցը հագել եմ արդեն, վրձինը ձեռքիս է։ Նախուտեստ եմ առաջարկում հավատարիմ հեռուստադիտողներին, որը հագեցվածության զգացողությունը անպայման ապահովելու է, որովհետեւ գլխավոր բաղադրիչը դա ավոկադոն է։ Եթե նկատում եք, արդեն լավաշները կտրատված են։ Եթե լավաշ չունեք, ձեր ձեռքին կարող եք լոշիկներով պատրաստել, ավելի ամուր կլինի։ Ինչու, որովհետև տեղափոխելու ենք ջեռոց, համեմել եմ արդեն մի փոքր ձիթայուղով, համեմում եմ այս տարբերակները։ Գուցե եռանկյունի ստացվի, գուցե տոնածառի տեսք լինի, ինչի եմ ասում տոնածառ, որովհետև մանրաթելերով հարուստ նուռը իմ սեղանին դրված է, կեսը արդեն հասցրել եմ մանրացնել, բաժանել, առանձնացնել հատիկ-հատիկ եւ իհարկե այստեղ կա պանիր, երկու տեսակի, իմ ձեռքի տակ կա սերուցքային եւ այս պանիրը։ Քանի որ խոսեցի համեմունքներից, ուզում եմ ներկայացնեմ ձեզ Մարանիկի կողմից առաջարկված համեմունքները, արդեն խառնել եմ բոլորը իրար, վրան ավելացրել եմ ձիթայուղ, հենց այս պահին էլ ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնեմ։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մարանիկ ապրանքանիշ կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչներից մինչև արտադրական գործընթացը, որակի խիստ վերահսկողություն։ Դե իհարկե արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է
անկրկնելի, քիմքին հաճելի, յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գախնիկ, մարանիկ, այս պահի համար ինձ թվում է ասված է ամեն ինչ, արված է ամեն ինչ, հանում եմ ձեռնոցս, մի քանի րոպե եմ թողնելու, որպեսզի խրթխրթան դառնա, չորանա եւ հանելու ենք արդեն երկրորդ միացման ընթացքում ավոկադոն պատարակահով ես մանրացրած կլինեմ եւ կավելացնեմ արդեն ինչպես նշեցի սերուցքային պանիրը իմ ձեռքի տակ, որը հարուստ է սպիտակուցներով եւ դեղին տեսակի պանիրը երկուսը միասին խառնելու եմ։ Դե եթե չունեք այն ժամանակը, որը սաթենիկի առաջարկած նախուտեստը չեք կարող պատրաստել, ժամանակ է հարկավոր գնալ խանութ, գնել եւ այլն։ Աթենք առաջարկում եմ նագետներ 4-ից 6 րոպե անհրաժեշտ, որպեսզի տապակեք եւ քաղցը հագեցնեք։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավի նագետների բազմազան տեսականին։ Այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների, պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքը առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի, դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզափուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ, դասական տարբերակը, յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով, դե իսկ Աթենքի հավի նագետները պատրաստվում են ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են ել ավելի հետաքրքիր եւ ել ավելի ժամանցային։ Վստահ եմ, հավատարիմ հեռուստադիտողները այսօր կպատրաստեն այնինչ այստեղ ես որոշել եմ, արդեն սկսել եմ աշխատանքը համեղ հետաքրքիր բաղադրատոմսի նախուտեստի պատրաստումը։ Խոսքս սիրով ժպիտով Ավետին Լիլիթին փոխանցեմ, թող նրանք շարունակեն, հագնեմ երկրորդ զույգ ձեռնոցը, անցնեմ աշխատանքի։ Շնորհակալ ենք Սաջ, շատ շնորհակալ ենք Լիլիթ, ես կարծում եմ, որ մենք եւս հենց նոր խոսում ենք այստեղ, որ պետք է դերասանները եւս լինեն պաշտպանված եւ իհարկե լինեն գնահատված։ Եվ ուզում ենք սիրով ներկայացնել մեր նոր գործընկերոջը, ով ապահովում է առաջին մասը, բայց վստահ եմ, որ երկրորդ մասն էլ եթե շատ ուզենա կարող է ապահովել։ Սիրով ներկայացնենք մեր գործընկերոջը։ Նորապատ Group Universal անվտանգության ընկերությունն առանձնանում է վստահությամբ եւ պրոֆեսիոնալ մոտեցմամբ ժամանակակից տեխնոլոգիաներով եւ շուրջօրյա հսկողությամբ ապահովում է այն, ինչը ամենաթանկն է ձեզ համար, առաջարկելով անձնական թիկնապահներից մինչև հուսալի պահակային ծառայություն, մշտական տեսահասկում եւ օպերատիվ արձագանք։ Նորապատ Group Universal անվտանգության ընկերության թիմի շնորհիվ կունենաք խաղաղության, վստահության եւ ապահովության զգացողություն ամեն օր։ Ձեր անվտանգությունը վստահեք Նորապատ Group-ին զանգահարելով 099 27 50 07 հեռախոսահամարով։ Իդեպ Նորապատ Group Universal անվտանգության ընկերությանն անհրաժեշտ են հմուտ, պատասխանատու եւ որակավորված աշխատակիցներ։ Եթե ունեք արագ արձագանքման կարողություն եւ ցանկանում եք աշխատել կայուն եւ վստահելի թիմում, ապա հիշեցնում եմ զանգահարեք 099 27 50 07 հեռախոսահամարով։ Այս պահին մենք Ամեն ինչ ասացինք, այո, առաջին մասի համար ամեն ինչ ասված է։ Այս պահին ընդփիչվենք Կարճատև գովազդով, որից հետո կվերադառնանք տաղավար արդեն հյուրերի հետ միասին։ Դե ինչ Սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս, մենք խոստացել ենք, որ եթերի ընթացքում պիտի անդրադառնանք շատ կարևոր թեմայի եւ հենց հիմա ուզում ենք ներկայացնել ու լուսաբանել առաջին կարևոր նորությունը։ Primavera մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ հայերեն է թարգմանվել անսամբլային կատարողականության արվեստ ուսումնամեթոդական ձեռնարկը, որը պրոֆեսոր արվեստի պատմության գիտությունների տեխնացու Իրինա Կրասոտինայի հեղինակած ձեռնարկն է։ Այն միավորում է տեսությունն ու պրակտիկան, առաջարկելով արդյունավետ մեթոդներ անսամբլային մտածողության, երաժշտական երկխոսության եւ իհարկե ստեղծագործական համագործակցության զարգացման համար հասցեագրված թե մանկավարժներին եւ թե
ուսանողներին։ Այս ամենի մասին էլ կզրուցենք մեր հյուրերի հետ։ Իսկ ես սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, տաղավարում են երաժշտագետ, Երևանի Պետական կոնսերվատորիայի դասախոս ուսումնական ձեռնարկի թարգմանիչ Նոնա Ոսկանյանը, բարի առավոտ, եւ Պրիմավերա մշակութային բարեգործական հիմնադրամի PR մենեջեր Աստղիկ Դալաքյանը, բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար եւ շատ ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել։ Երաժշտագետների համար բավականին մեծ եւ ծավալուն աշխատանք եք արել, շատ կարեւոր։ Ես ուզում եմ խոսել սկզբից այն խնդիրների մասին կամ այն մոտիվի մասին, որը ձեզ դրդեց այսպիսի գաղափար իրականացնել։ Ես եւի սկսեմ, քանի որ Պրիմավերա հիմնադրամն է նախաձեռնել, Տիկին Կրասոտինան արդեն 3 տարի է Հայաստանում, նախ ինքը Պրիմավերա հիմնադրամի կամերային անսամբլային կատաղականության բաժնի կուրատորն է, ղեկավարը, եւ 3 տարի է արդեն անցկացնում է Երևան դպրոց, եւ այդ ընթացքում իր շուրջը հավաքվեցին շատ աղանդավոր հայ երաժիշտներ եւ պատանի թե ուսումնարաններից, թե կոնսերվատորիայից եւ համագործակցությունը ուղղակի ֆանտաստիկ էր, ինտենսիվ պարապմունքներ, համերգներ եւ այդ համագործակցության շրջանում խղացավ միտքը թարգմանել հայերեն իր հեղինակած ձեռնարկը, որի վրա նա շուրջ 2 տարի աշխատել է եւ ամփոփված է թե ավանդույթները այդ կատաղական արվեստի եւ թե իր պրակտիկ փորձը, նա Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Եվ այդպես համագործակցություն նաև ստացվեց կոնսերվատորիայի հետ եւ Տիկին Ոսկանյանը հանձն առեց թարգմանություն խմբագիրը Գայնե Հովհաննիսյանն է կրկին կոնսերվատորիայի մեր կոնսերվատորիայի արդեն պրոֆեսոր եւ այդ բաժնի ղեկավարը կատաղական արվեստի այո պրոֆեսորներից Տիկին Ոսկանյան, ես մի հարց ունեմ ձեզ, քանի որ դուք իրականացրել եք այս ամեն ինչը, իհարկե Աստղիկ ձեզ հետ միասին, ինչով է առասարակ առանձնանում ձեռնարկը անսամբլային կատարողականության դասավանդման մեթոդաբանության մեջ, որտեղ մենք ասացինք, թե ինչ կարևոր ներդրում ունի Տիկին Կրասոտինայի այս ձեռնարկը ու ինչքան շատ տաղանդավոր երաժիշտների է կարողացել այս գրքի միջոցով, ձեռնարկի միջոցով համախմբել իր շուրջ։ Ինչ կարևոր առանձնահատկություն ունի ձեռնարկը։ Բանն անում է, որ առասարակ շատ կարևոր առանձնահատկություն ունի կամերային անսամբլի դասընթացը, ցանկացած մասնագետ երաժիշտ կատարող պատրաստելու հարցում եւ պատահական չէ, որ կոնսերվատորիական բարձրագույն երաժշտական կրթության ուսումնական ծրագրերում դա առանձին դասընթաց է կամերային անսամբլը, եվրոպական շատ երկրներում նույնիսկ առանձին ֆակուլտետ է, այսինքն ցանկացած մենակատար անցնում է այդ ճանապարհով կամերային երաժշտության միջով եւ գիտենք, որ այսօր էլ արդի աշխարհում դա շատ տարածված է երաժշտական այդ անսամբլային կատարողականությունը եւ այս իմաստով մեզանում հայերեն լեզվով գրականությունը առանձնապես շատ չէր եւ այս իմաստով այդ վարպետության դասերի արդյունքում Գայանե Հովհաննիսյանի առաջարկով այս գրքի թարգմանությունը իսկապես կարևոր նշանակություն պիտի ունենար մեր դասախոսների ու ուսանողների համար։ Ես ինքս էլ լինելով երաժշտագետ ոչ կատարող, սակայն աղջիկս է դաշնակարուի եւ այդ իմաստով ես գիտեմ թե որքանով են առնչվում կամերային երաժշտության հետ, թե ինչքան շատ են ծրագրերը եւ նվագացանկը եւ առանձնահատկությունները շատ մեծ հետաքրքրությամբ էի եւ կարդում եւ թարգմանում, կարծես ես էլ էի սովորում եւ մտնում այդ մասնագիտության այդ դասընթացի նրբությունների մեջ եւ կարծում եմ, որ շատ օգտակար պետք է լինի մեր դասախոսների ուսանողների համար, որովհետեւ Իրինա Կրասոտինան սովորել է նախ ինձ համար շատ այսպես կարևոր էր, որ անսահման երախտագետ է իր ուսուցիչներին, Մոսկվայի կոնսերվատորիայի շատ հայտնի պրոֆեսորներ, կամերային անսամբլի շատ մեծ անուն, այսպես դասավանդողներ Տատյանա Գայդամովիչին, Ալեքսանդր Բանդուրյանսկուն, իր մասնագիտական դասարանի ուսուցչին Սերգեյ Դարենսկուն եւ այդ շարունակելով նրանց ավանդույթները, նրանց կատարողական դպրոցի առանձնահատկությունները ինքը գրում է շատ հետաքրքիր եւ լեզվով եւ հարց ու պատասխանների ձևով, թե ինչ խնդիրներ են առաջանում եւ ինչպես կարելի է այդ խնդիրները լուծել։ Տիկին Ոսկանյան, միշտ ես կարծում եմ դուք էլ վստահաբար դասավանդում եք եւ ինձ հետ կհամաձայնեք, որ աշակերտը միշտ ցանկացած բaragայում պետք է երախտապարտ լինի իր դասախոսին ուսուցչին, որովհետեւ միշտ
վստահ եմ, թեկուզ աննշան, բայց մի բան կսովորի հաստատ միանշանակ ճիշտ եք, իրավացի եք եւ յուրաքանչյուր իսկապես երաժիշտ երևի թե գրում է իր մեջ իր ուսուցչի այդ խրատները, ասածները, ճշմարտությունները եւ շարունակում է այդ գործը եւ այդ երախտագիտությունը, այո, այդ դպրոցը, շկոլան, որ ասում ենք, եւ արվեստագետների պարագայում դա միանշանակ այդպես է եւ մեր կատարողական դպրոցն էլ գաղտնիք չէ, որ հիմնված է ռուսական կատարողական դպրոցի շատ փայլուն ավանդույթների վրա, իհարկե այսօր դրանք ավելի հարստանում են եվրոպական չափանիշներով, եվրոպական պահանջներով եւ այս իմաստով այս գրքույկի հրատարակությունը իսկապես գալիս է լրացնելու հայերեն լեզվով մասնագիտական գրականության ցանկը։ Իսկ արդյոք ասալի Գայանե Հովհաննիսյանի անունը բազմիցս նշեցիք, որը բավականին կշիռ ունեցող անուն է։ Ես ուզում եմ նաև համագործակցության մասին խոսեք, ինչպես ստացվեց, որ նա դարձավ խմբագիրը։ Այո, ինչպես նշեց Տիկին Ոսկանյանը, ուրեմն վարպետաց դասերի այդ կամերային դպրոցի, որը անցկացրել Տիկին Կրասոդինան, շուրջ 3 տարի արդեն, որը եւ շարունակական է լինելու ամենամյա է, մասնակցել են ուսանողներ, որոնք եղել են նաեւ Տիկին Հովհաննիսյանի ուսանողները եւ այդպիսով ստացվել է կապը։ Նախ ես նաեւ ուզում եմ ողջունել, որ կոնսերվատորիայի այս ամբիոնը շատ բաց է համագործակցության համար, հաճախ լինում է, որ դասախոսները շատ նախանձախնդիր են, միգուցե նաեւ խանդոտ են լինում ուսանողների հանդեպ, երբ որ հանկարծ ուրիշ ինչ որ դասախոսի կամ դպրոցի հետ են առնչվում, բայց այս առումով այս ամբիոն շատ բաց է համագործակցության համար, ինչից շահում են միայն ուսանողները։ Հետևաբար այս կապի շնորհիվ ստացվեց նման գեղեցիկ արդյունք, իսկ Պրիմավերա հիմնադրամը իհարկե հանձնառավ այդ ամբողջ կազմակերպչական աշխատանքները, նաև բնականաբար դա որոշակի ծախս է իրանից նախատեսում, հետևաբար իսկ ձեռնարկ ասեմ, որ անվճար է տրամադրվում։ Այո, մենք ուզում ենք դրան անդրադառնալ։ Ընդհանրապես պետք է Primavera Foundation of Armenia-ի կայքում հայտ լրացնել, թողնելով տվյալները եւ ինչի համար է անհրաժեշտ ձեռնարկը եւ այդ ձեռնարկը կտրամադրվի։ Այո, կա նաեւ donation, այսինքն ցանկացողը կարող է նաեւ իր լումաններ դնել գրքի արժեքի չափով կամ ինչքանով որ ցանկանան, որը կնպաստի ուղղակի մի ավել օրինակ մի օրինակ ավել, այո, նվիրել որևէ ուսանողի, դասախոսի կամ ուսումնական հաստատության։ Ընդհանրապես բարդություններ եղել են թարգմանական աշխատանքներում։ Գիտեք, շատ տեղին հարց եք տալիս, որովհետև երաժիշտներս գաղտնիք չէ, որ շատ ենք օգտվում ռուսերեն եզրույթներից, տերմիններից եւ մի փոքր այսպես սուղ չէ, հայերենը շատ գեղեցիկ հոմանիշներ ունի, թարգման բառեր կան, բայց քանի որ բոլորս սովոր ենք այդ երաժշտական տերմինաբանությանը, այո, բայց հնարավորին չափ այդ եզրույթները թարգմանվել են հայերեն եւ ես կուզենայի ավելացնել, որ գրքի այսպես առաջաբան ասեմ, թե այնտեղ տարբեր մարդկանց կարծիքներ կան եւ մեր Կոմիտաս ազգային քարյակի փառապանծ դյութակահարը Էդվարդ Թադևոսյանը շատ այսպես գեղարվեստորեն է նկարագրում կամերային անսամբլային այս նվագածությունը, կատարողական արվեստ անվանելով, որ դա մի առանձին աշխարհ է, դա սեր է, երբ որ մի քանի մարդ հավաքվում են եւ միասին պիտի խոսեն, միասին, այո, մի սիրո մասին, մի սիրո գաղափարի շուրջ են հավաքվում։ Անհատ լինել կարող են բոլորը, բայց անսամբլային մտածողությամբ առաջնորդվելու իհարկե անսամբլային մտածողությամբ կարողանալ ստեղծել երաժշտություն, այն էլ ճիշտ, սիմֆոնիկ եւ առհասարակ դասական, մի խոսքով դա դժվար գործ է եւ դրան կարող են հասնել շատ քչերը եւ այո, անսամբլային կատարողական արվեստը շատ կարեւոր է։ Շատ հաճախ հիշում ենք նաեւ հրացանակիցների հայտնի խոսքը, մեկը բոլորի, բոլորը մեկի համար, եւ դի կարողանալ ուրեմն այդ թիմային այդ աշխատանքի, թիմային այդ ելույթի ժամանակ իսկապես
շնչել արտաշնչել համատեղ միասին։ Բայց մնում է ձեզ միայն շնորհակալություն հայտնել, որովհետև այնպիսի աշխատանք եք կատարում, որը ոչ միայն երաժիշտների զարգացման գործում խթան է հանդիսանում, այլ նաև անհատ երաժիշտների, ովքեր կարող են դրանից օգտվել։ Ձեզ շնորհակալություն, այո, արվեստանպաստ, ազգանպաստ, ինչու՞ չէ, գործ եք կատարում։ Կուզենայի շնորհակալություն հայտնել Primavera Foundation-ին, նրա ղեկավարին Ելենա Յակովլևային, որովհետև իսկապես մշակութային հրահսկայական լավ գործունեություն են ծավալում Հայաստանի համար, հրավիրելով տարբեր շատ հայտնի ականավոր երաժիշտների, իրականացնելով տարբեր նախագծեր, շուտով սպասվում է նաև մի ևս գրքի շնորհանդես, բայց երբի գաղտնիքը չենք բացում դեռ։ Մենք անպայման մեծ սիրով կընկալենք եւ իհարկե կլուսաբանենք այդ մասին։ Այո, արխիվում ձեր հյուրերը լինելու են այդ գրքի մեղավորները այսպես։ Հրաշալի, մենք սիրով կսպասենք նրանց ու իհարկե Primavera-ին ձեզ։ Primavera-ին հաջող ու հրաշալի ընթացք ենք մաղթում, ձեզ էլ շնորհակալություն ձեր լուսավոր էներգիայի համար։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Մեզ հետ, այս պահին ընդմիջենք գովազդով, կվերադառնանք։ Սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս, մենք վերադարձանք եւ իհարկե ցանկանում ենք որպեսզի ձեզ ժպիտներ պարգևենք եւ իհարկե երբ մարդը միշտ կուշտ է, իր տրամադրությունը բարձր է։ Օրինակ երբ ես ջղային եմ, նշանակում է որ ես սոված եմ։ Դու ինչպես ես։ Այսինքն երբ ջղայնս քեզ կերակրեն, քո ջղայնությունը կանցնի։ Այո, հիմնական շատ հեշտ է ավետի հետ ապրելը, խնդրեմ, եթե ավետին չեք ճանաչում։ Բայց կատակը մի կողմ, սաթի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմս էլ ավելի համեղ է դարձնում անփոխարինելի մառանիկի համեմունքները։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն՝ մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը եւ որակի խիստ վերահսկում։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք։ Ճիշտ ժամանակն է, այո, տեղափոխվել խոհանոց, չէ՞։ Այո, իհարկե, տեղափոխվենք խոհանոց, տեսնենք թե ինչպիսին է սաթիկի տրամադրությունը այնտեղ, սաթը ինչ մանրամասներ մեզ կներկայացնի, արդյոք նա այսօր շիրով է պատրաստում, թե ոչ։ Սաթ։ Այո, բարի լույս, տրամադրությունը տոնական է միանշանակ, որովհետև տոներն են մոտենում, հաշված օրերից մենք վայելելու ենք մեր ամանորը, վստահ եմ, որ ամեն մեկը իր ներսում ունի այդ հեքիաթը, որքան էլ թվերը բարձրանում են, տարիքը մեծանում է, այն հեքիաթը, որը ամեն մեկի տանը կա տոնածառ, ամեն մեկի ներսում կա սեր, հենց այնպես չէ, այնպես որ այս շաբաթ ես առաջարկել եմ հավատարիմ հեռուստադիտողներին տոնական, համեղ, տարատեսակ նախուտեստներ, ուտեստներ, որոնք կարող են զարդարել ձեր ամանորյա սեղանը։ Այսօր էլ ձեր չենք մնալու եւ առաջարկելու եմ նման մի պատառ նախուտեստ, որի համար հարկավոր է լավաշ, կարող եք փոխարինել շատ հանգիստ լողշիկով։ Ես արդեն հասցրել եմ համեմել, լավաշը չիպսեր եմ պատրաստել, այնուհետև վրան ավոկադո, քերիչով անցկացրել եմ դեղին տեսակի պանիրը, եթե ուզում եք դիետիկ, կարող եք ավելի ցածր յուղայնությամբ պանիր օգտագործել, սերուցքային պանիրը, որպեսզի կրեմային տեսք ունենա, եւ հիմա միասին շարելու ենք։ Այս դրա մասին է խոսքը։ Արդեն պատրաստ է, համեմված է այստեղ, զգուշորեն այս մասան, որը ես պատրաստել եմ, վրան քսելու ենք, այստեղ կա, ինչպես նշեցի, դեղին տեսակի պանիր, սերուցքային պանիր եւ ավոկադոն։ Իդեպ կարող եմ երկար խոսել ավոկադոյի մանրաթելերի, ավոկադոյի վիտամինների, ավոկադոյի օգտակար հատկությունների մասին։ Սկզբում էլ նշեցի, որ հատկապես կանանց շատ կարևոր է, շատ անհրաժեշտ է գոնե օրական մեկ անգամ ուտել մեկ հատ։ Յուղայնությունը կա, կալորիականությունը կա, բայց այնպիսի կալորիաներ են, որ ցանկացած մարդու օրգանիզմին անհրաժեշտ են։ Վրան ավելացնելու եմ խաղալիքները, իսկ խաղալիքները լինելու են մանրաթելերով հարուստ, բոլորիս անհրաժեշտ նուռը։ Այսպես զարդարելու ենք մեր տոնածառը, ինչպես նշեցի, եթե պատրաստում եք նախուտեստը երեխաների համար, կարող եք ձևավորել գեղեցիկ եռանկյուններ, ինչպես ես եմ արել տոնածառների տեսքով։ Ինչպես նշեցի, եթե ուզում եք դիետիկ տարբերակ,
Ընտրեք ցածր յուղայնության պանիր, իսկ եթե ուզում եք ավելի հագեցած դարձնել, կարող եք ավելացնել մի քիչ ընկույզ, մի քիչ սերմեր։ Ինձ թվում է, տեսքը ամանորյա է, ձեզ վստահ եմ դուր եկավ։ Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերոջը։ Խոսքը Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի մասին է։ Կարող եք հանգիստ պատրաստել ամբողջական հավ, որը տոնական սեղանին կարող եք դնել, ինչպես ես էի երկուշաբթի օրը ձեզ համար պատրաստել։ Դե քանի որ խոսեցի Զանգեզուրի տեսականու մասին, հենց այս պահին ձեր էկրաններին է։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ։ Եվ ահա, Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Շյունիքի լեռներում հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևակ 92 կոտորակ 6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ առաքումը ամբողջ Երևանում անվճար զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որը դառնում է վստահություն։ Իսկ ես վստահորեն առաջարկում եմ այս համեղ հետաքրքիր բաղադրատոմսը, որը զարդարելու է ձեր ամանորյա սեղանը։ Սկզբում գործընկերներս խոսեցին երեխաների արձակուրդի մասին, այո, հաշված օրեր մնաց, որ երեխաները առավոտյան չեն գնալու։ Դուք առավոտյան վաղ չեք արթնանալու, նրանց չեք հասցնելու դպրոց, սա էլ այն տարբերակն է, որ կարող եք ավոկադոն, եթե չեն սիրում, նրանք համոզեք, բացատրեք, որքան օգտակար է եւ վերջո գեղեցիկ տեսք ունի, կարող է գուցե տեսքը նրանց հրահրի, որպեսզի նրանք սկսեն այսօրվանից ուտել ավոկադո։ Ուզում եմ ներկայացնել նաև մեր մյուս գործընկերոջը։ Հագեցվածությունը կա, համեղ ուտելիքը կա, նախուտեստը, բայց ժակոն, որը քաղցրություն է ապահովում, հենց այս պահին ձեր էկրաններին կլինի։ Մենք ամեն անգամ վայելում ենք մեր նախընտրած տարբերակը։ Սիրով ցանկանում եմ ներկայացնել մեր գործընկերոջը Ժակո հրոշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի, նրբահամ կոնֆետների, լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հատնտի շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն, ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր Drive Kusan, գետանուշի փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ բոլորի սիրելի կվեստը նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա, լավ տրամադրություն, ընտրեք ձեր սիրելի համը, վայելեք ամեն պահը։ Իսկ ես առաջարկում եմ վայելեք այս պահը, պատրաստեք անպայման հատկապես փոքրիկների հետ տոնածառիկները եւ զարդարեք ձեր ամանորյա սեղանը։ Ինձ թվում է, ես այստեղ լավաշ ունեմ, լավաշը կհասցնեմ նաեւ չիփսեր պատրաստել, քանի որ այս մասսան դեռ մնացել է, կարող եմ մատուցել։ Դեպ եթե նկատեցիք եղևնիները այս շաբաթվա ընթացքում իմ սեղանից անպակած են լինելու, որպես զարդարանք, որպես տրամադրություն բարձրացնող միշտ լինելու է իմ ուտեստի կողքը։ Ավետ, Լիլիթ, ուշադրությամբ դրանք վայելում են, այո, քիչ մնաց, հիմա մենք միասին իմ պատրաստած նախուտեստը, որը շատ օգտակար է, կուտենք։ Այո, շնորհակալություն, շատ մենք էլ ենք սպասում։ Այո, ուշի ուշով հետևում ենք, թե սա ինչ գործողություններ է իրականացնում եւ ինչ է տեղի ունենում խոհանոցում եւ հիմա ուզում ենք ձեզ ներկայացնել են հրաշալի մեր գործընկերոջը, ով ձեզ առաջարկում է մսամթերք, որը կարող եք օգտագործել ձեր ամանորյա սեղանին եւ ինչու՞ չէ առօրյայում, որովհետեւ կարևոր է թարմ եւ հուսալի մսամթերքից օգտվելը, այո։ Զանգեզուր թռչնաֆաբրիկան անարատ եւ բարձրորակ մսամթերք է ներկայացնում, որը պատրաստված է բնական պայմաններում, սիրով ու պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ եւ բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Սյունիքի լեռներում։ Հավիկ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութ սրահում։ Պարույր Սևակ 92 կոտորակ 6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ։ Առաքումը ամբողջ Երևանում անվճար է, զանգահարեք 041 0101 42 հեռախոսահամարով։ Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որը դառնում է վստահություն։ Սիրելի
հեռուստադիտողներ, այո, այսօր մշակութային անդրադարձել ունենք մեր եթերում եւ շատ շուտով Հրազդանի դրամատիկական թատրոնը կլցվի ամանորյա շնչով, իսկ փոքրիկ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ամանորյա արկածներ երաժշտական մանկական ներկայացումը, որը իսկական հեքիաթային եւ կախարդական տրամադրություն կպարգևի բոլորին։ Եվ ներկայացման մասին մենք կզրուցենք սիրով մեր տաղանդավոր հյուրերի։ Այո, ես ներկայացնեմ դրանց, տաղավարում են Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն Վահագն Մարգարյանը, դերասան Հովսեփ Անտոնյանը եւ դերասանուհի Հասմիկ Վերդյանը։ Բարի առավոտ, շատ շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Այո, ուրախ ենք, որ ամանորյա շունչ եք ստեղծել, ամանորյա տրամադրություն եք տվել Հրազդանի դրամատիկական թատրոնին։ Հիմա խոսենք ներկայացման մասին, երաժշտական։ Ով է սցենարի հեղինակը, ինչ ստեղծագործական կազմ է աշխատել։ Երևի թե ռուսական հեղինակ է։ Ահա։ Երաժշտական արդեն մեր ներկայացումները, մեր մանկական ներկայացումը մենք յուրահատուկ մոտեցում ենք երաժշտական ենք, այո, արդեն բոլոր ներկայացումները սարքում ենք երաժշտական։ Մեր հերթական երաժշտական ներկայացումը ուրախ երգերով, պարերով։ Ես ճիշտ եմ հիշում, որ թատրոնը ուներ օրկեստրի ուներ, չենք օգտագործում, բայց մտածում էի գուցե երաժշտական, հետո օրկեստր հավաքել։ Ցավոք սրտի քիչ փոսի տարածքը քիչ է դրա համար, բայց ձայնագրությունները մինուսային տարբերակներով ենք անում։ Ասեմ որ տաղանդավոր մեր դերասանուհին Փայլում է գլխավոր դերում։ Ես իր երգերը հատուկ նստում լսում եմ։ Շատ կատարողական մի հատ ներկայացման մեջ այդ հերոսի մի հատ յուրահատուկ կերպար է ստեղծել։ Հասմիկ այսօր առաջին անգամ լսեցիք ես։ Իսկ ո՞պես առաջին անգամ։ Դերասանները չեմ գովում իրենց։ Բայց վատ տենդենս կա որ դերասաններին չեն գովում։ Բայց կատարողական շատ հետաքրքիր կատարողական նոր ներկայացնում այդ երգը, որ չար կերպար է, ու այդ երգը իսկ էլով զբաղված ներկայացում։ Մեր Հովսեփ Անտոնյան։ Ամեստորեն սպասում ենք միջև Վահագ ինչ կասեք Հովսեփի մասին։ Շատ տաղանդավոր դերասան։ Մենք չենք էլ կասկածում։ Հովսեփը չունեք Հովսեփ ներկայացման մեջ։ Չէ, երգի հատված չունեմ։ Այ դա է պրոբլեմ։ Պիտի երաժշտական հատված ունենայիք։ Տեսեք, ինձ համար երևի թե բոլոր դերասանների համար շատ կարևոր է, որ դերը դերասանի սրտով լինի։ Ուրեմն, եթե չեմ սխալվում, մեր ընկերոջ Կարապետ Քարաջյանի երկրորդ ամանորյա ներկայացումն Հրազդանի դրամատիկական թատրոնում։ Հա, շատ լավ տղա, մեր լավ ընկեր է։ Ուրեմն, անցած տարի հավաքվել ենք սեղանի շուրջ, պետք է հիմա որոշենք, թե ով ինչ դեր է խաղալու, հոկտեմբեր, նոյեմբեր այդ ամիսն է, հիմա մեր ընկերը Կարոն հերթով կարդում է, Նարուկ Անահիտ, Կարուկ Արման, անցած տարվա մասին է խոսքը, Սարցե Թագուի Հասմիկ Վերդյան, Ծիածանապոնի Նարինե Սարգսյան, Ձմեռ Պապ Արայիկ Ղազարյան, Ծաղրածու Հովսեփ Անտոնյան։ Ու հիմա սկսեցի կարդալ, ես մտածում եմ երևի կատակ է անում, հումոր է անում, հա։ Մի խոսքով կարդացինք, վերջացրեցինք, պայմանավորվեցինք հաջորդ փորձը նույն տեղում, նույն ժամին։ Ասեցի Կարո ջան, ներողությունների կարելի է մի րոպե, ասեց ինչ կա, ասեցի լուրջ, Ծաղրածու ես եմ խաղալու, ասեց հա, ասեմ ավելին խաղալու ես տխուր Ծաղրածու։ Բայց դու այդ կերպար հրաշալի երկեր։ Դե կարևոր է փոխես, սխալը փոխես ու Ձմեռ Պապի ամբողջ այդ փորձերի ընթացքում ամեն անգամ ես ասում էի կարող ես ու Ձմեռ Պապը փորձեմ, էլի Կարո ջան, կարող ես անգամ, ասեց չէ, եկավ այս տարի։ Արդեն Ձմեռ Պապ։ Այսպես նստած է։ Հա։ Հերթով գալիս է Բաբայագա Հասմիկ, Լևոնը Մամիկոնյան Օլավ, այսպես հերթով գալիս է եւ Մանեն նապաստակ, Հասմիկը մյուս Հասմիկը Կարմիր Գլխարկ եւ ինքան Ձյունանուշ Հովսեփ Անտոնյան
Ձմեռ պապ։ Այստեղ Կարոջան, շնորհակալություն քեզ հստակության համար։ Ուզում եմ մի փոքր կերպարների մասին խոսեք մեզ լուսաբանեք, թե ինչ այսինքն արդեն իմացանք էլ կարիք չկա լուսաբանելու, թե ինչ Հովսեփը մեզ ներկայացրեց։ Սյուժետային գծի մասին մի փոքր խոսենք, այդ գաղտնիքները պահելով, որ ինտրիգը ամեն դեպքում չկորի։ Ինտրիգը ներկայացման մեջ բավականին համեմված է հետաքրքիր լուծումներով, որովհետև Կարո Քարաջյանը շատ հետաքրքիր ռեժիսոր է, շատ բացահայտեցի իրեն արդեն երկրորդ անգամ, իր հետ աշխատելը արկած է հենց ինքը իրենով, անդադար ներկայացման ընթացքում նախ էտյուդային փոքրիկ էտյուդներով է համեմված ներկայացում, հավաքվում, այո, երաժշտությունը, պարերը, գունագեղ, չգիտեմ, հատվածներ կան, որ երեխաներին ներկայացվելու է կախարդական աշխարհ։ Կարծում Հասմիկ, այն ինչ որ պետք է մանկական ներկայացման համար ապահովված է հենց այստեղ այս այսքան լարվածություն է լինելու, երեխաները չեն ձանձրանալու վստահ եմ ինտերակտիվ, չէ՞, որ երեխաները ինտերակտիվ, իհարկե։ Հրաշալի։ Երբ է տեղի ունենալու ներկայացման առաջնախաղը Վահագն։ Դեկտեմբերի 20, 22, ժամերը 13:15:00 եւ 24:26 ամսի։ Նույն ժամերը։ Այսինքն օրենքան, բայց օրենքան արդեն վերջացել են տոմսերը։ 3 սեանսով։ Հրաշալի։ Տեսնենք, պահանջարկը լինի կավելացնենք։ Ես վստահաբար կարծում եմ, որ կլինի, որովհետև այո, ամանորյա այդ հեքիաթը ասեմ, որ կներեք ավելացնեմ պարերը Նայրա Հովհաննիսյանին է, բեմանկարիչը Մարիամ Մուրադյանը։ Այդ դրամասնել ենք ուզում։ Ինչ հետաքրքիր լուծումներ կան բեմանկարչական։ Մարիամին, այո, շատ լավ ողջունում եմ։ Ուզենայի տեսնեիք, տեսնելով այդ ամեն ինչը ասեմ, շատ յուրահատուկ մեր ամանորյա ներկայացումը ստացվել է։ Այսինքն էսքիզները, որ վերել է, արդեն միանգամից ասել եք վերջ սա է։ Հրաշալի։ Ուներ։ Ամբողջ հագուստները կարել ենք, Եվ ոչ տարբերվող է։ Կերպարները, հա, ոչ ստանդարտի մեջ է, այսինքն Ես գիտեմ, որ այս գույները օգտագործված են։ այո, իմ հագուստի մեջ կա։ ձմեռ պապ, եթե ասում է, դե մարդիկ ձմեռ պապ պետք է բարեր, ձեզ սիրելի չկա նման բան։ Ես խաղալու եմ Սանտա, ավելի թեթե, ավելի գունե, ավելի հետաքրքիր։ Այո, չէ, այդ սովետից մնացած բաները։ Ներեցեք մի բան էլ ասեմ Բաբա Յագայի հետ կապված, որ մենք սովորաբար Բաբա Յագան պատկասում ենք մեծ քթով, տոնց ինչ-որ sense վախենալու կերպար, նմանատիպ բան չկա։ Փոքր չարաճճի, լեկշված երեխա Բաբա Յագան։ Շատ հավես։ Ես վստահ եմ, որ ձեր առաջին մանկական ներկայացումը չի, եւ ուզում եմ հասկանալ ամեն անգամ մանկական ներկայացում խաղալիս ինչ էմոցիաներ եք ապրում։ Մենակ այդ փոքրիկ հանդիսատեսին ոգևորելու, այդպիսի հեքիաթ պարգևելու դուք ինչ էմոցիաներ եք ապրում բեմում։ Տեսեք, հետաքրքիր բեմադրական մաս կա, որ բոլոր դերասանները անմիջական կապ ունեն հենց հանդիսատեսի հետ։ Եվ այս ներկայացման եւ մյուս մանկական մեր ներկայացումների ժամանակ։ Մենք միշտ շփվում ենք փոքրիկների հետ, ու այդ ամեն շփումը այդ ավելի այլ մեզ ոգևորում, որ էմոցիաներ, հա։ Վագն, որպես թատրոնի տնօրեն, ինչն է կարևոր ձեզ համար, ինչ եք ուզում, որ երեխաները ներկայացումը վստահ դիտել եք, տեսել եք փորձերը, ինչ եք ուզում, որ տանեն ներկայացումից իրենց տանելու են բարություն, իրենց տանելու են սեր, որ չարություն չանեն, բոլոր միասին խելոք խաղան, թե բակում, թե տանը։ Սերը շատ է, այս ներկայացումից մեր սերը միասին։ Շատ կարևոր մեսիջ է մեր ներկայացում նաև իր մեջ ներառում, որ շատ կարևոր է, երբ որ մարդուն չանտեսել։ Այսինքն անտեսվածության արդյունքում մարդը անում է տարատեսակ չարաճճի արարքներ։ Այ ամենակարևոր մեսիջը մեր ներկայացման այն է, որ մարդիկ սիրեք իրար, ինչքան հնարավոր է լավ վերաբերվեք եւ կստանաք նմանատիպ փոխադարձ վերաբերմունքը։ Լավ, այսքան հրաշալի մթնոլորտում եք աշխատում, ոնց հասկացա, ինչ մինուսներ կան փորձերի ընթացքում։ Միմյանց չհասկանալ, ով ավելի, չգիտեմ, պահանջկոտ, դժվար ինտեգրվող։ Այսպես որ խոշոր եմ, Կարապետը Քարաջանին ասում, Հովսեփ ջան, քիչ ավելի շատ շուրջս կտրվող։ Ես իմ հա դերի, էտա ու всё։
Հասմիկ դուք ինչ ես հագուստի հետ կապված անընդհատ ինչ-որ խնդիրներ ունեի, որտեղ շատ եմ շարժվում ներկայացման ընթացքում, ինձ խանգարում էր։ Այդ վզային հատվածում այդ ժաբոյանման բան ունեմ, տենց անընդհատ խեղդում էր, շատ բաներ կա վրա ասել, թող դրան լուծելի պրոբլեմ է։ Ես ուզում եմ Վահագին հարց տալ, ինչ քանի որ մենք ընդհանրապես բոլորս միշտ տարին ամփոփում ենք, արդեն եկել է դեկտեմբերի այսօր արդեն 17-ն է, տարին կամաց մոտենում է իր ավարտին։ Ինչով առանձնացավ այս տարին Հրազդանի դրամատիկական թատրոնի համար։ Երկու մեծ պրեմիերաներ, Ատամնաբուժն Արևելյան, Շունուկատուն։ Երկուսն էլ երաժշտական ներկայացումներ, ու արդեն մեր մոտ ավանդույթ է դարել։ 0-ից Շունուկատուն երաժշտություն գրել է, հագուստներ կարել է, գործիքավորել է ձայնագրությունները, մի խոսքով պրոֆեսիոնալ մոտեցում, որ կմասնակցենք այս տարի արտավազդեն երկու ներկայացումներով։ Որոշում։ Եկանք արդեն մեր մանկական ներկայացումը ու արդեն պատրաստվում ենք մյուս տարվան։ Այսինքն կարելի ասել հանգիստ, որ խաղացանքը կարելի ասել խաղացանկային ներկայացում ունենք, փառատոներին ենք մասնակցել, փոխադարձ հյուրախաղեր Հայաստանում առայժմ բավականին ակտիվացել եք ջելոց Հայաստանում փառատոնային կյանքը եւ ասեմ ավանդույթ ունենք ձևավորված արդեն քանի տարի է փոխադարձ հյուրախաղեր։ Մենք գնում ենք Գյումրի թատրոնը գալիս է, գնում ենք Վանաձորն է գալիս է։ Գնացել ենք Արտաշավան նման այդ բասը։ Մենք գնում ենք դա իրականում շատ հրաշալի մշակույթ է, որտեղ ծանոթանում եք խաղացանկային թարմություն ալում, հա մեր դերասաններն են տարբեր բեմերում։ Իհարկե։ Ու նաև մեր բոլոր ներկայացումներում ճանաչված սիրված դերասաններ են մասնակցում։ Ու դա շատ կարևոր։ Բացի մեր հրազդանցի դերասաններից միքսված շատ մի հատ ուրիշ փորձի փոխանակում է ամեն դեպքում։ Ունեք նպատակներ հրավիրելու ռեժիսորներ, ովքեր որ կգան ու թատրոնում կսկսեն նոր բեմադրություններ ու ինչ ծրագրեր կան առաջիկայի համար, այսինքն նոր տարվանից հետո։ Բոլոր ռեժիսորները հրավիրված են։ Մենք թատրոնում ռեժիսորի հաստիք չունենք։ Իմ ջելոց Աշոտին ողջունենք Հակոբյան, մեր լավ ընկեր, իմ առաջին Վարդանը Աշոտը քո առաջին գործընկերն է, այո։ Գործընկեր իսկ իմ առաջին ուսուցիչն է, այո, Աշոտը Հակոբյանը արդեն երկու ներկայացում ունի, Վարդանը Կուվայնոսյան 3 ներկայացում ունի, Հակոբը Ղազանչյան ներկայացում ունի, որ հունվարի նորից պատրաստվում ենք նոր բեմադրության, Սամվելը Բաղինյան, ծառերը կանգնած է մահանում Տիկին Ջուլիա Ստեփանյանի հետ ունեցանք պրեմիերան, պահանջում է ստախոսը Անին Քոչարյան, Հովակը Գալոյան, մեր տունը սահմանին է կվերականգնենք, մեր նարինեն թագուի մեր բոլոր հրազդանցի դերասաններ։ Իրականում ասեմ, ես եւս լինելով մարզից, ես կարծում եմ, որ ամենակարևոր քայլը արված է մարզային կյանքը ակտիվացնելու եւ իհարկե մարզային թատրոնների կյանքը ակտիվացնելու, որպեսզի կարողանան մարդիկ հաճախել մշակութային օջախներ եւ իհարկե ծաղկեցնել, պահպանել ու ես վստահ եմ, որ դուք հենց այն առաջամարտիկներն եք, ովքեր որ այդ գործը հանձն են առել։ Ասեմ, որ թատրոնը համայնքին է պատկանում, համայնքի ղեկավարի աջակցությամբ մենք բոլոր խնդիրների ստանում ենք լուծումներ, որ շատ կարևոր, ես շատ կարևոր եմ համարում, այնպես որ քաղաքում պետք է լինի թատրոն։ Թատրոն, այո, ես ու ծաղկումը կա, հանդիսատեսը կա, ասեմ, որ նաև ես մեր ներկայացմանը Չարենցավանից ունենք հանդիսատես, Սևանից, Երևանից դպրոց ունենք, հրաշալի։ Մենակ հրազդանցիների Սա իդեալական տարբերակ է։ Հիշեցնենք ներկայացման օրերը, մանկական եւս մեկ անգամ ու դեկտեմբերի 20, 21, 22 24, 26 ժամերը 11:03 ես արդեն ֆիքսել եմ 11:03 Շնորհակալ ենք ձեզ ու շնորհակալ ենք որ առավոտը սկսեցիք մեզ հետ ձեզ հաջող ընթացք ու լավ պրեմիերա Դե ինչ արդեն գիտեք բազմաթիվ ներկայացումներ կան դուք մտածեք սիրելի հեռուստադիտողներ հասկացեք թե որտեղ եք ուզում եւ իհարկե նաեւ այցելեք մարզեր ինչու ոչ իսկ այս պահին մարզի մշակութային կյանքին այո Նաև կա տարբերակներ, տեսեք, մանկական երեխաների համար մտածեցինք, մանկական ներկայացումներ, բայց մեծերի համար էլ, չէ՞։ Մեծերը կարող են երեխաներին էլ տանել։ Արի մի տարբերակ էլ մեծերի համար առաջարկեմ։ Եվ հրաշալի երեկո անցկացնելու համար այն պետք չէ, երկար պետք չէ մտածել, թե որտեղ կարող եք հաճախել եւ ամեն օր շոու ծրագրեր, կենթանի 2 պար, բարձր տրամադրություն եւ համեղ խոհանոց։ Այս ամենը մեկ վայրում, Park Bridge-ում։
Park Bridge-ը ձեր կորպորատիվ եւ տոնական երեկոները կդարձնի իսկապես անմոռանալի եւ հիշարժան նվիրեք ձեր թիմին կամ հյուրերին մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր պահ վերածվում է տոնի տարվա լավագույն առաջարկը հատուկ ձեզ համար Park Bridge-ից։ Ծրագրեք ձեր երեկոն զանգահարելով 094 38 0606 հեռախոսահամարով։ Իսկ այժմ կարծում եմ, որ ճիշտ պահն է ընդմիջելու, ընդմիջեն գովազդով ու վերադառնանք։ Հեռուստադիտողներ, մենք այսօր նույնպես արդեն ունենք մշակութային անդրադարձ եւ Արցախի հերոս ոսկե արծիվ շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա ստեղծվել է նոր սառցե շոու։ Նոր հրաշքի նախօրեին սառցե ներկայացման պրեմիերային հաշված օրեր են մնացել։ Տաղանդավոր եւ բացառիկ հերոսի բոլոր պատումներն էլ իշխում է բարությունը, հեքիաթային աշխարհն ու հիմա էլ բոլորիս Ալենի հեքիաթները կկենթանանան սառույցի վրա։ Առաջնախաղից առաջ շատ հետաքրքիր զրույց կունենանք մեր հյուրերի հետ։ Այո, ես սիրով ներկայացնեմ նրանց, տաղավարում են Արցախի հերոս ոսկե արծիվ շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի մայրը, իմ շատ սիրելի տիկին Նազարի Տերտերյանը եւ իհարկե զգեստների դիզայներ Կարինե Դնոյանը։ Բարի առավոտ, շատ շնորհակալ ենք, որ եկել եք, ուրախ ենք, որ այս անգամ էլ մեր շատ սիրելի բոլորիս Ալենի մասին խոսելու ենք եւ իհարկե հեքիաթը նրա արդեն կենթանացել է եւ իհարկե սառույցի վրա է այս անգամ կենթանացել։ Կխնդրեմ պատմեք, թե ինչպես եղավ նոր հրաշքի նախօրեին սառցե ներկայացման գաղափարը տիկին Նազարին։ Շնորհակալություն կրկին անգամ այս հրաշալի տաղավարում մեզ հյուրընկալելու համար։ Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը Ալենի հիշատակի հավերժացման միջոցառումները փորձում է կյանքի կոչել կրթության, գիտության, արվեստի եւ մշակույթի բնագավառում։ Դրանք բացառապես հետապնդում են կրթադաստիարակչական նպատակ։ Եվ քանի որ յուրաքանչյուր անգամ փորձում ենք Ալենին ներկայացնել բազմաշերտ, յուրօրինակ, ինքնատիպ, ինչպես ինքը հենց այդպիսին էր, ուստի եւ նրա միջոցառումները եւս փորձում ենք կյանքի կոչել տարբեր ոճերի մեջ։ Արդեն գիտեք, որ ունենք դետեկտիվ Ալենատիկնիկային ներկայացումը, ունենք ընթերցասերի պուրակը գրքասերի քանդակով, իմ ընկեր Ալենը ընթերցանության մրցույթը տարբեր դասասենյակներ եւ այս տարի որոշեցինք կյանքի կոչել նաեւ Գեղասահքում հանդես գալու գաղափարը եւ փոքրիկ գաղտնիք էլ բացեմ, Գեղասահքը միշտ իմ սրտում է եղել եւ ամանորի նախաշեմին, ինչը կարող էր շատ ավելի լավ ու մեծ տոն լինել, քան սառցե շոուն, որը բեմադրվել է հայ հեղինակի ստեղծագործության հիման վրա։ Հրաշալի։ Նախապատրաստական աշխատանքները ինչքան են տևել եւ ուզում եմ նաեւ խոսել ինչ ստեղծագործական կազմ է աշխատում այս հրաշքի վրա։ Հա, պարտությամբ պիտի ասեմ, կամ տիկին Կարինե միգուցե ասի։ Ես հենց մտածում էի ինչքան արդեն երկար ճանապարհ ենք անցել, որովհետեւ տիկին Նազինի հետ ծանոթացանք տարվա սկիզբ, այո, արդեն 1 տարի է համարյա։ Հերթական շոուի ժամանակ սառցե թագուհին էր եւ երբ որ ինքը այդ առաջարկով դիմեց պրոդյուսերական կենտրոնին, որի հետ ես համագործակցում եմ արդեն 4 տարին է, ես շատ ուրախացա նախ այն պատճառով, որ հենց հայ գրողի աստեղծագործողի ստեղծագործողի հեքիաթի հիման է գրված լինելու եւ իրոք շատ հետաքրքիր է, որովհետեւ սառցե շոուներ հենց հայկական հիմքով դա առաջինն են, հա։ Եվ պատկերացրեք հենց այդ առաջարկից հետո միանգամից արդեն սկսվեց աշխատանքը, սկզբից էսքիզները, որը մենք շատ մեծ թիմով ենք քննարկել եւ այլն, որովհետեւ դե պատկերացնում եք դա ինչ բարդ է։ Ինչ հետաքրքիր լուծումներ եք առաջարկել, որպես գեստերի նկարիչ, որպեսզի ամբողջական լինի։ Ճիշտն ասած, սա իմ արդեն 4-րդ շոուն է, հենց սառցե շոուն եւ առաջինից ես դա մի ուրիշ աշխարհ է։ Այսինքն բեմական հագուստներ շատ եմ արել, բայց սառույցը լրիվ ուրիշ պահանջներ ունի, որովհետև շարժման մեջ ամեն ինչը պետք է դու նկատի ունենաս, հաշվարկված լինի, եւ ոնց որ ասում են, ամեն ինչը 3-ը 4-ը մեկում պետք է լինի, որովհետև եւ պետք է շքեղ լինեն։ Եվ մոռացա ասեմ, որ բոլորը երեխաներ են, փոքրիկ 12-ից մինչև 16 տարեկան, ընդամենը մի քանի Տիկին Կարինե, ես գիտեմ նաեւ որ տիկին Նազելին նշեց, որ նաեւ կան պրոֆեսիոնալ գեղասահորդներ, ովքեր որ մասնակցում են նաեւ արտասահմանից եւ մեր երիտասարդ չեմպիոններ
հրաշալներ այսպես ասեմ արդեն, բայց իրենք սպորտսմեններ են։ Իսկ սա արդեն թատրոն է, ներկայացում է եւ էտել է բարդություն, հա, որ իրենք մի քիչ սպորտային տեսանկյունից են, որ պետք է ինչ-որ սահեն, ֆիգուր նկատեն եւ անանեն։ Ռուսաստանից շատ հայտնի Դմիտրի Լապշինը, որը արդեն եւ Ռուսաստանի Դաշնությունում է շատ մեծ շոուներ դնում եւ մեր երեխաների հետ է պարապում, այսինքն դա հավելյալ էլի ինչ-որ ներդրում է հայկական մշակույթի զարգացման կերպարների մասին մի փոքր խոսենք։ Եվ իհարկե անպայման նշեք, որ հեքիաթի վրա է ստեղծվում վերնագիրը։ Ինչի վրա։ Որ հեքիաթի։ Հա։ Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Ալենը ստեղծագործում էր 6 տարեկան հասակից, նրա հեքիաթները մենք մարմնավորեցինք մեկ ձեռնարկի մեջ, որը կոչվում է Բոլորիս Ալենի հեքիաթները եւ իմ շատ սիրելի ավետը շատ մեծ լումա ունի, աուդիո տարբերակը ավետի շնորհիվ ունենք արդեն եւ այդ հեքիաթների ժողովածուն տեղի գտել լեգենդ ամանորյա կախարդանքի մասին, հեքիաթը, որը ամբողջովին սիրո, բարության, ներողամտության եւ հանդուրժողականության մասին է։ Հենց այդ հեքիաթի հիմքի վրա էլ որոշեցինք ստեղծել Սառցե շոուն, որովհետեւ ամանորի մասին է, հեքիաթի ու կախարդանքի մասին է եւ դա ամենից լավ նվերն է մեր ընտանիքի կողմից, ինչպես փոքրիկներին, այնպես էլ լայն հանրությանը։ Մենք փոքր խնդրում եմ կերպարների մասին մեզ բացահայտումներ արեք, ինչպեսի հետք են թողնում իրենք ամանորյա այս թող ու ողի մեջ։ Քանի որ ամանորը հեքիաթ, բնականաբար կերպարները պիտի լինեն նաեւ Չարկախարդը, Ծմերպապն ու Ձյուն Անուշը, բարի փերիները, որոնք պիտի ամանորյա տրամադրություն ստեղծեն, օգնեն բարության տարածմանը, պալատական կյանքում արքայազնը, արքայադուստրը, թագավորն ու թագուհին, Ալենի ամբողջ երևակայական աշխարհը, ստեղծագործական միտքը տեղ է գտել այս հեքիաթի մեջ։ Ուստի եւ հին ու դասական հեքիաթի հերոսների կողքին մենք ունենք նաեւ նոր հերոսներ սրտի կերպարով եւ ճակերտները շատ չբացել, այլ միաժամանակ այո, փորձել հրավիրել մեր լայն հասարակությանը մասնակցելու նմանը չունեցող մեգա նախագծին, որը այո, որը փայլելու է իր պրոֆեսիոնալիզմով, հմայքով, կոստյումների ֆանտաստիկ գեղեցկությամբ, գույներով, լուսային էֆեկտներով եւ իհարկե հպարտությամբ պիտի ասեմ, որ պրոֆեսիոնալ թիմի աշխատանք։ Այո, ես վստահ եմ, որ տեխնիկ Արինեն էլ նշեց իր խոսքում, երաժշտությունը, զգեստները, որոնք դուք եք ստեղծել եւ իհարկե Սառցե աշխարհը կմիավորվի մեկտեղում ու հրաշալի բեմ կստացվի։ Ճիշտ է, մեր սահադաշտերը տեխնիկական այդքան հագեցած չեն, որ ավելի շքեղ կարող է լինել։ Բայց առաջին քայլն է, գուցե սրանից հետո մտածել որ բարեկարգելի շատ դեկորներ էինք մտածել, շքեղ ջահեր, սակայն մի փոքր տեխնիկական հնարավորությունները սահմանափակում են մեր հրաշալի ռեժիսոր Էմիլ Կարատի ֆանտազիան, որը Ալենի հեքիաթը սցենարի վերածեց, ուստի եւ կմտածենք ավելի մեծ շոուների մասին։ Տիկին Ես ուզում եմ հասկանալ որտեղ է տեղի ունենալու պրեմիերան եւ լավ, եկեք հարցս փոխեմ, այսօր մենք Ալենի շնորհիվ, տաղանդավոր մարդու շնորհիվ ունենք ամանորյա հրաշալի հեքիաթների մի ցանկ, որը դուք այսօր մեզ ներկայացնում եք, ես ուզում եմ մի փոքր այդ լուսային ու գունային էֆեկտների մասին խոսենք ու հասկանանք, թե բացի սահադաշտային այդ երուզերից, որին մենք ականատես ենք լինելու եւ իհարկե առաջին անգամ ենք ականատես լինելու, ինչ նորություններ եւ անակնկալներ կլինեն հանդիսատեսի համար։ Եվ եւս մեկ հարց ավելացնեմ, Տիկին Նազալի, կխնդրեմ նաեւ այս հարցին պատասխանեք։ Ինչպիսին էր ամանորը, ճիշտ է, դժվար է անցյալով խոսել Ալենի մասին, բայց ինչպիսին էր ամանորը, ինչպես էր նա դիմավորում ամանորը։ Շատ գեղեցիկ հարց տվեցիք, Ավետ ջան, շատ շնորհակալություն։ Ես այո, սիրով պիտի ասեմ, որ ամանորը Ալենի ամենասիրած տոնն էր եւ նաեւ երախտագիտության տոնը։ Նա հատուկ մեծ նշանակություն էր տալիս այս երկու տոներին։ Երախտագիտության տոնը որպես շնորհակալ տեսակ մարդու եւ ամանորը, որը իր մեջ պարտադիր հեքիաթ, գույն, վառ հիշողություններ ու տպավորություններ է պարունակում։ Յուրաքանչյուր անգամ մենք գնում ենք շքեղ մեծ տոնածառ,
բազմաթիվ գունեղ խաղալիքներ եւ պարտադիր միասին զարդարում էինք տունը, որպեսզի ավելի հյուրովի դիմավորենք ամանորը։ Ալենը հավատում էր հրաշքներին, տեսակով երազող էր եւ յուրաքանչյուր անգամ պահում էր երազանք, որ վստահ էր, որ ամանորի նախաշեմին ձմեռպապն ու ձյունանուշը կյանքի կկոչեն։ Հրաշալի։ Ես վստահ եմ, որ հենց ձեր միջոցով Տիկին Նազելի շատ փոքրիկներ, չնայած արդեն իհարկե շատ մեծ զանգված է կազմում մարդկանց, մեծ մաս է կազմում մարդիկ, ովքեր որ արդեն մոտիվացված են եւ իհարկե մենք արդեն խոսել ենք շատ կարեւոր մի միջոցառման մասին, երբ դրամաշնորհներ եւ իհարկե տարբեր մրցանակներ էին տրամադրվում։ Ես իհարկե ձեզ անչափ շնորհակալ եմ նման կարեւոր գործը հանձնառնելու եւ իհարկե նման կարեւոր գործին մասնակցելու այս անգամ ամանորյա հրաշքը իրենց ներկայացնելու եւ իհարկե իրենց մասնակիցը դարձնելու այս ամենին։ Ես կխնդրեմ պատասխանեք, թե ներկայացումը որ օրերին է տեղի ունենալու եւ քանի սեանսով է խաղացվելու, այս մասին խոսենք։ Սիրով ուզում եմ ինֆորմացնել մեր հեռուստադիտողներին, որ պրեմիերան տեղի է ունենալու դեկտեմբերի 20-ին, 21-ին, ժամը 3-ին եւ ժամը երեկոյան 7-ին, որպեսզի կարողանան մեր հյուրերը, տոմսերը ձեռք բերած բարի մարդիկ, իրենց հարմար ժամին մասնակցեն։ Ինչու եմ շեշտում, որովհետեւ հպարտությամբ պիտի ասեմ, որ տոմսերի վաճառքից գոհացած ողջ գումարը, ինչպես միշտ, Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը դարձյալ նվիրաբերելու է բարեգործությանը։ Ասեմ, որ այո, 350-ից ավել, մոտ 500 մասնակիցներ, տարբեր դպրոցներից ալենասերներ, աշակերտներ, Արցախի հերոսների ընտանիքի զավակներ, որպես նվիրատվություն մեր կողմից ստանալու են տոմսերը, իսկ վաճառված տոմսերի գումարը դարձյալ գնալու է որպես բարեգործություն։ Ինչ մեզ մնացած միայն շնորհակալություն հայտնել այսպիսի հրաշալի աշխատանքի համար, այն ահռելի աշխատանքը, որը դուք իրականացնում եք, իրոք շատ պատվաբեր է եւ մեզ համար շատ հետաքրքիր, որին մենք պարտադիր կփորձենք մասնակից լինել ու այն զգացողություններով ես վստահ եմ, որով հանդիսատեսը վերադառնալու են իրենց տներ, դա հրաշալի փոքրիկների աչքեր են փայլելու, ես վստահ եմ։ Եվ բարություն են իրենց հետ տանելու, ես վստահ եմ, որովհետեւ դուք փորձել եք ամեն դեպքում ձեր խոսելուց էլ երևում է, որ անսպար բարություն եք փորձել տալ, միայն շնորհակալություն, որը Ալենյան գաղափարախոսության շրջանակներում է, Ալենյան արժեհամակարգի շրջանակներում է, որովհետև մենք վստահ ենք, որ բարության անգամ մի կաթիլը կարող է արմատապես շատ կյանքեր փոխել։ Ուստի եւ սիրելի բարի մարդիկ, միացեք մեր նախաձեռնությանը, մասնակիցը դարձեք բարության, բարեգործության, ավելի վեհացեք, ազնվացեք եւ բարձրացրեք ինքնագնահատականը։ Շնորհակալ ենք Տիկին Նազելի, Տիկին Կարինե, ձեզ եւս շնորհակալ ենք։ Բոլորին հրավիրում ենք։ Այո, մենք սիրով, մենք էլ ձեզ հաջող պրեմիերա ենք մաղթում իրականում, թող ընթացքը լինի հրաշալի, այո, փորձերը վստահ եմ հրաշալի են անցնում ու շատ շնորհակալ ենք, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Շնորհակալություն նաեւ ձեզ, որ յուրաքանչյուր անգամ տալիս եք հնարավորություն Ալենյան գաղափարախոսությունը լայն հանրությանը դարձնելու։ Մենք ենք շնորհակալ Տիկին Նազելի։ Այսպես ընդմիջ եք գովազդով։ Այո, գովազդ մեր եթերում կշարունակենք սիրելի։ Այսօր այն օրն է, որ պետք է միանաք մեզ եւ մարզվեք մեզ հետ յուրաքանչյուր աշխատանքային օր ընդամենը 2 րոպե եւ կարճ ժամանակ հետո զգաք թե ինչքան դրական ազդեցություն ունի ձեր օրգանիզմի վրա։ Մենք ինչպես յուրաքանչյուր աշխատանքային օր այսօր եւս պատրաստել ենք 2 վարժություն, որոնք կատարելով կունենաք բավականին լավ ազդեցություն եւ այսպես այսօրվա մեր վարժությունը նստատեղի մկանի համար է նախատեսված։ Ընդունում ենք 4 հեկտար դիրք, որից հետո ոտքը բարձրանում է վերև։ Նախ պետք է դիրքը ընդունելուց առաջ շեշտեմ, որ ծնկները պետք է լինեն կոնքերի տակ, արմունկները պետք է լինի ուսերի տակ եւ ոտքը ցուցադրված տարբերակով բարձրանում է վեր եւ իջնում է ներքև, single տարբերակով 1, 2 եւ այսպես շարունակ 8 հաշիվ, որից հետո պահումներ ենք կատարում, ոտքը բարձրանում է վերև, պահում ենք այս դիրքում, կրկին այնքան հաշիվ, որքան որ մենք աշխատեցրել էինք տվյալ մկանը եւ որից հետո ել ավելի ծանրաբեռնելու համար ոտքը բացում ենք եւ փակում ենք, ոտքը բացվեց, փակվեց,
այսպես այնքան քանակով, որքան որ արդեն նախապես դուք աշխատեցրել եք ձեր մկանախումբը։ Եվ իհարկե վերջում 3 զսպանակ տարբերակը եւ այս ամենը պետք է կրկնել յուրաքանչյուր ոտքով, այն քանակով, այն վարժությունները, որոնք կատարում եք այս ոտքով, նույնը պետք է կրկնել մյուս ոտքով։ Եվ իհարկե նույն մկանախմբի համար մենք աշխատեցնելու ենք նաեւ այլ վարժությունով, վարժությանը պետք է ընդունենք արդեն այս դիրքը եւ տազը բարձրացնում ենք վերև եւ իջացնենք։ Այս վարժության ժամանակ մենք պետք է տազը սեղմելով բարձրացնենք վերև, բայց ուշադրություն դարձնենք մեջքը ամբողջությամբ չփոկենք գետնից, որպեսզի ճիշտ մկանախումբ կծկվի։ Եվ այսպես single տարբերակով, ոնց որ հենց այս պահին ցուցադրվում է, նույն ձևով պահում ենք վերևում, պահում կատարում, պահումի ժամանակ միշտ հիշեք, աշխատեցրած մկանը շատ ավելի լավ է սկսում աշխատել, երբ մենք դիրքով պահում ենք, այս պահին մկանը կծկված, լարված վիճակում է, հետևաբար աշխատում է։ Եվ իհարկե անում ենք զսպանակները, 3 զսպանակ վերևում կատարելով, մկանը իջացնում ենք, թուլացնում ենք եւ նորից բարձրացնում ենք։ 3 զսպանակ նորից իջեցնում ենք եւ իհարկե ել ավելի մեծ ծանրաբեռնվածության համար ընդունում ենք պահումի դիրք, որից հետո ծնկները միանում են եւ բացվում են։ Ծնկները միանուցնում ենք, բացվում ենք նույն քանակով, որ մենք աշխատեցրել ենք տազի մկանները։ Եվ իհարկե այսքան աշխատացնելուց հետո պետք է պարտադիր կատարել ձգումներ, իսկ ձգումները պետք է կարող եք կատարել այն ձգումները, որը մենք պարբերաբար ձեզ եթերում ցույց ենք տալի, իսկ այսօր ես կխնդրեմ Էլենը բարձրանա վերև եւ մենք երկուսով ցույց կտանք, 2 ձեռքով բռնում ենք ոտքը, ամուր սեղմում ենք, հավասարակշռությունը պահում ենք եւ սեղմում ենք ոտքը, բայց ուշադրություն ենք դարձնում, որ այս սեղմելու ժամանակ ոտքը այսպես հետ չգնա, պետք է ծունկը ծնկի մոտ լինի եւ ամուր կարողանանք սեղմել։ Նույնը կատարում ենք մյուս կողմով, մյուս ոտքով եւ իհարկե այն բոլոր ձգումների տարբերակները, որոնք մենք յուրաքանչյուր օր ցուցադրում ենք, կարող եք միացնել, որովհետեւ ձգումները երբեք շատ չեն լինում։ Մկանը առողջ է, երբ նախապես վարժությունից առաջ տաքացվում է եւ վարժությունից հետո ձգումներ ենք կատարում։ Դե ինչ, միացեք մեզ, հետևեք մեր խորհուրդներին եւ եղեք առողջ։ Դե ինչ կարծում եմ, այո, ֆիթնեսից հետո, առավոտյան մարզումներից հետո ժամանակն է տեսնելու մեր նախաճաշի տեսքը, որը այս պահին մեզ ամենահետաքրքիրն է։ Այո, իհարկե։ Դե ինչ Սաթենիկ, խնդրում եմ ներկայացրու մեզ քո պատրաստած ամանորյա յոլոչկան։ Սնունդը պետք է լինի ոչ միայն համեղ, նաև գեղեցիկ, տոնական, հատկապես հաշված օրեր են մնացել, իսկ ես մեր հավատարիմ հեռուստադիտողներին առաջարկել եմ տոնական սեղանը զարդարելու համար նախուտեստ։ Այ այսպիսի արտաքին տեսք ունի, տոնածառիկներ, շնորհակալ ենք, որ օրը սկսեցիք մեզ հետ, մնացեք մեզ հետ ժպիտներով, լավ տրամադրությամբ, կհանդիպենք վաղը, խնդրում եմ, անպայման կպատրաստեք։ Ես ուզում եմ, որ իմ առաջարկած այս գեղեցիկ բաղադրատոմսը զարդարի ձեր տոնական սեղանը։ Մենք ձեզ շատ սիրում ենք, կհանդիպենք վաղը, հաջողություն։ Շնորհակալություն Սաթ։ Մենք էլ քեզ ենք շատ սիրում, որ շնորհակալություն։ Տեսար Սաթը իր տոնածառը արդեն զարդարել է ամանորյա խոհանոցային։ Այո, հենց այստեղ մեզ մոտ, մեր եթերի ընթացքում։ Զարդարեց։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, մեզ մնում է, որպեսզի մենք ձեզ մաղթենք լավ օրվա շարունակություն, դրական օրվա շարունակություն, եւ իհարկե ես ուզում եմ շնորհավորել իմ շատ սիրելի թատրոնին, այսօր Կամերային թատրոնի ծննդյան օրն է։ Հրաշալի, ես նույնպես միանում եմ շնորհավորանքներին։ Եվ ուզում եմ, որ Կամերային թատրոնը լինի հավերժ եւ իհարկե երբեք չունենա հանդիսատեսի պակաս եւ իհարկե ծափահարությունների պակաս։ Իսկ իմ շատ սիրելի թատրոնին մաղթել նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ։ Այո, նորանոր ներկայացումներ, խաղացանկային թողուբոհ եւ լեփլեցուն դահլիճներ բնականաբար։ Եվ իհարկե սիրելի հեռուստադիտողներ, ձեզ էլ ասում ենք շնորհակալություն օրը մեզ հետ սկսելու համար եւ իհարկե դրական օրվա շարունակությունը ապահովված է, որովհետեւ դուք դիտում եք Բարի լույսը, մենք էլ ձեզ ասացինք Բարի լույս, առողջ եղեք եւ լավ մնացեք։ Կհանդիպենք վաղը։ Հաջողություն։